Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկ Ազբարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով։ Այսօր դատարանում հարցաքննության ժամանակ հայտարարեց դատաբժշկական փորձաքննությունն անցկացրած Վիգեն Ադամյանը։ Փորձաքննության համաձայն ենթալեզվային ոսկորը կոտրված է եղել, իսկ պարանոցին առկա ճմլման ակոսն առաջացել է մահից հետո, հետևաբար Բարսեղյանը պտտաձողին կախվելու պահին արդեն մահացած է եղել։ Ոչ թե եղել է հարված, այլ եղել է սեղմի պարանոցի։ Հարվածի ժամանակ նա կարող է ռեֆլեկտոր սրտային կանգ լինել եւ ոչ թե մեխանիկական շրջել։ Իսկ ես ընթերցեցի անոթների հետ միջալվրա պատերի պատրվաստը։ Դա միանշանակ խոսում է, որ մարդը մահացել է մեխանիկական շնչահեղձությունից։ Այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Հնարավոր է այնպես վնասվածքների առկայության պարագայում կախվել պտտաձողից, որի առկայության պարագայում ինքը իր ձեռքերի վրա պետք է պահել իր ամբողջ մարմնի քաշը եւ այդ մարմնի քաշը պահելով հանդերձ նման վնասվածքներ ունենալով հանդերձ ինքը կարողանար տեղաշարժվել պտտաձողի վրա, հաշվի առնելով, որ իր ոտքերը պետք է գետնից բարձր լինեն։ Հարգելիս ես ձեզ մի բառով կասեմ, որ ես եզրակացության մեջ արդեն գրել եմ, որ ճմլման ակոսը հետմահու է։ Եթե ճմլման ակոսը հետմահու է, ուրեմն մարդ ոնց կարող կախվի։ Մեղադրական եզրակացության համաձայն 4 ամբաստանյալները Զորամասի ննջարանում սպանել են կուրսանտ Հայկ Ազբարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից ու նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել։ Սպանության մեջ մեղադրվողներից է նաև Ռազմական ինստիտուտի նախկին պետի տեղակալի որդին Գնել Թևոսյանը։ Նրա պաշտպան Արա Զաքարյանը ոչ օբյեկտիվ է համարում անցկացված դատաբժշկական փորձաքննությունն ու պատրաստվում է կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդություն ներկայացնել։ Դուք ինչ եք կարծում, եթե փորձագետը եզրակացություն է տվել այն մասին, որ սպանվելուց հետո է կախվել դիակը տուժողի, դուք ինչ եք կարծում, փորձագետը կգա դա կընդունի դատարանում, հակառակ բան կասի եզրակացությունը, իհարկե պիտի կատարվի։ Բայց ձեր բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ ստացան։ Սպառիչ պատասխաններ ստացա, բայց ձեր կարծիքով, իմ կարծիքով պատասխանների մի մասը դա չի կարելի համարել սպառիչ եւ տեսության մեջ ակասային ճշտության եւ ես բոլոր դեպքերում այն կարծիքն եմ, որ այդ եզրակացությունը օբյեկտիվ եզրակացություն չէ։ Սպանված կուրսանտի հայրը Արկադի Բարսեղյանը մինչդեռ լրագրողների հետ զրույցում ասաց, թե փորձագետի ցուցմունքն ապացուցում է, որ որդին ինքնասպան չի եղել ու անհիմն է դարձնում պաշտպանական կողմի պնդումները, թե կուրսանտը ինքնասպանություն է գործել։ Եթե այդքանից հետո ինքն լայացնում, դե ուրիշ ելք չունի, որտեղ հենց սկզբից էլ ինքը ասել է, որ միակ արտացոլությունը ինքնասպանությունը, ինքն հետ չի կարելի հետամուտ։ Փոխանցի։ Եկել ինքները դե լսեցիք ինչ հստակ պատասխաններ ստացավ հենց ինքը։ Իդեպ դուք ինչպես նկատեցիք, ասենք հարցերը մի քանի անգամ կրկնվում էր։ Գործով հաջորդ դատականիստը տեղի կունենա մարտի 10-ին։ Արա Հարությունյան, Սարգիս Բուլղադարյան, Civilnet։